Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մեզ մոտ երաժշտական առավոտ է, որովհետեւ ունենք տեսահոլովակի եւ երգի պրեմիերա։ Այո, իսկ այս առիթով մեր տաղավարում է Լայանան, բարի լույս Լայան։ Բարի լույս։ Բարի լույս, բարի լույս։ Ոնց է տրամադրությունը։ Տրամադրությունը շատ լավ է, չնայած ասեմ, որ ես առավոտյան արթնացող չեմ իսկապես, Բայց եթե պետք է, եթե պետք է, այո։ Սպիտակ շորով եւ 100 տարով։ Այսպեսին է երգի վերնագիրը, խոսենք երգի մասին։ Երգը ստեղծվել է տարիներ առաջ։ Երգի հեղինակն է իմ շատ սիրելի ընկեր, կոմպոզիտոր, գոլեգա, տաղանդավոր մարդ Ռիչարդ Մադլենյանը։ Եվ բարերի հեղինակն է նա, առհասարակ Ռիչարդը, որ երգեր է ստեղծում, սենց երգի մեջ ինչ-որ սենց համոհոտ է դնում, երգի առումով, սպիտակ շորով, 100 տարով, վերջ, արդեն ինչ բարեր կգրվեն վերևից ներքև, այդքան էական չեն, այսինքն պատրաստ է հիթը, ինքը ունի այդ ջիղը։ Այդ երգը գործիքավորվել է մի 2-3 անգամ, և ես չեմ հավանել, ու չեմ, այսպես ասած, էկրանավորել։ Վերջին անգամ արդեն իմ ուզած ձևով գործիքավորվեց Սեյրան Սիմոնյանի կողմից ավելի, քանի որ ես հանդիսությունների եմ մասնակցում, երկրորդ մասնագիտությամբ գիտեք, որ թատերականն եմ ավարտել և 3-4 տարի է անդրադարձել եմ հանդիսավարի գործունեությանը և հասկացել եմ ինչ է պետք կոնկրետ այդ երգի համար, գործիքավորել ենք շատ գեղեցիկ ազգային գործիքներով, զուռնայով, բայց ինքը սենց թեթև երգ է։ Այդպես գործիքավորեցինք և որոշեցի, որ քանի որ վաղուց ինքս տեսահոլովակ չեմ նկարել, որովհետև ուրիշ կերպ էի հանդես գալիս, հանդիսավար, երգում էինք երեքով խառը համերգներ, ինչ-որ սենց ասեցի, որ մենակ ես լինեմ տեսահոլովակի մեջ, այսպես ասած վերադառնալ Լայանան։ Եվ քանի օրում նկարվեց տեսահոլովակը։ Չէ, մեկ օրում ենք նկարել, պարզապես ռեժիսորը Տիգրան Ավետիսյան, վերջերս 3-4 տարի է իր հետ ենք աշխատում, այսպես երգը ուղարկում ես, ինքը արագ մտքերը տալիս է և ես էլ ունեմ ռեժիսորական ջիղ, այսպես ասած, միասին որոշեցինք և տեղը երերույք չափել, այսպիսի տեղ կա, գիտեք, դեպի հոկտեմբերանից դեպի Գյումրի տանող ճանապարհին շատ գեղեցիկ տաճար է, որը որ պետք է վերականգնվի շատ գեղեցիկ, շատ մարդիկ չգիտեին, որ նույնիսկ դա Հայաստանում է և պարտադիր ուզում էի, որ կան չէ եկեղեցիներ սև, մոխրագույն և այն դեղին տուֆով, ես դեղին էի պատկերացնում, սենց դեղինը մի քիչ ուրիշ երկրի հետ չէ ասոցացվում, մեր եկեղեցիների հետ չէ, բայց այդպես էի պատկերացնում Տիգրանն էլ և գնացինք այնտեղ դուք կտեսնեք հիմա միայն ես եմ տեսահոլովակի մեջ, պարզապես աշխատել ենք, որ կադրային առումով գեղեցիկ լինի, քանի որ ըստիս, եթե տենց չթվա անհամեստ, երգը արդեն հաջողված է։ Շատ լավ, դες առաջարկում դիտենք տեսահոլովակը, հետո արդեն վերադառնանք ու շարունակենք զրույցը։ Իրականացավ, իմ սիրած տղան ինձ ամոթ
Դայանա սպիտակ շորով 100 տարով։ Շնորհավորում ենք գեղեցիկ երգ տեսահոլովակի արդիվ։ Շնորհակալ եմ։ Եվ ճշտեցինք արդեն, որ 8 տարի դադարից հետո է այսպես տեսահոլովակը, ինձ հետաքրքիր է ինչ սպասելիքներ ունեք, որովհետև վստահ եմ, որ ձեր հանդիսատեսը շատ սպասում էր այս գործին։ Քանի որ համացանցայինով ենք ապրում, այսպես մեր կյանքը տեղափոխվել է on-line հարթակ, իրականում շատ լավ արձագանքներ կան, որովհետև շատ մարդիկ սպասում են ինչի չես անում, ինչի, դե ասացի, որովհետև հանդիսավարությանն եմ ինձ տվել, այսպես ասած, եւ չգիտեմ, միգուցե հասունանում է ամեն ինչի ժամանակը, այսպես ընդմիջման ժամանակ որ խոսում էինք, հասունացել է նաև ուզում եմ փոքրիկ համերգներով հանդես գալ, գիտեք ինչ ֆորմատով, որ հանդիսատեսի հետ խոսեմ, ինչ որ պատմեմ, ինձ թվում է դա շատ ջերմիկ, անմիջական, տատետ ավելի զրույց է։ Այո, սենց հասունացել է եւ ինձ համար շատ կարեւոր է, որ ինչ երգով ես շարունակում, ես ուղղակի ինչ որ բան չէի ուզում անել, որովհետեւ այսօր իսկապես չգիտես ինչն է պետք, ինչն են սիրում, մի քիչ շատ խառը ժամանակներ են, չէ՞։ Մի քիչ չէ, բավականին խառը ժամ։ Ամեն առումով է խառը, դրա համար ես վստահ եմ։ Արագ են փոխվում։ Այո։ Չես հասցնում տրենդերի ետևից։ Շատ, այո, հենց տրենդ բառը արդեն վատ է, մեր օրերում չէ, որ չես հասցնում, տենց նույնիսկ կատակ կա, ամուսինը գլխարկը վազելով տանում է, ասում են ինչու ես վազում, ասում է կնոջս նոր գլխարկ եմ արել, ասում են դե տար, նորմալ նվիրի այդ գլխարկը, ասում է չէ հասցնեմ, ասում է քանի մոդան չի փոխվել։ Հիմա այդպես է։ Այսպես ասած երգի վրա շատ ես վստահ եմ, թիմին եմ շատ շնորհակալ, կարող եմ ասել շնորհակալություն։ Ես աշխատում եմ հագուստային առումով երկար տարիների Կարինե Խաչատրյանի հետ, որ իր մտքերը, իմ մտքերը, այսպես հավաքում ենք, ուզում էի շատ համեստ, նեյտրալ, հագուստ։ Շնորհակալ եմ Զարդերը տրամադրողին, Անուշիկին, գեղեցիկ մայրամաքողը։ Շնորհակալ եմ Տիգրանին Ավետիսյան, որ միշտ իմ մտքերը իրագործում է, էկրանավորում է։ Ինչպես ասացի Ռիչարդ Մադլենյանին եմ շնորհակալ, որ այս երկարատև դադարից հետո իր երգով նորից, իդեպ իր երգերն են ինձ բերել հաջողություն եւ այսպես ասած ճանաչում, այո, ոնց պատտվում ես, իր երգերն են, այո, ինձ բերել ճանաչում, բոլորին շնորհակալ եմ հատ, ես վստահ եմ ուղղակի, որ կհաջողացնենք։ Իսկ ինչ նոր երգեր կան այս աշխատանքից հետո կան երգեր, որոնք ունեք։ Այո, էլի Ռիչարդ Մադլենյանի հետ պատրաստում ենք ուրիշ մի երգ։ Ես այն որ ասում եմ փակագծերը, չէ, բացեմ։ Բացի։ Պատրաստ եմ այս տարի մոտ 3 տեսահոլովակ եւս եմ ուզում ներկայացնել, այո, ասենց վերադարձել եմ նոր շնչով եւ փոքրիկ համերգով։ Ինձ թվում է կհաջողացնեմ։ Այո, համերգի հետ կապված մենք դեռ կզրուցենք։ Այո։ Կպայմանավորվենք եւ իհարկե մաղթում ենք հաջողություն, Լայանա, որովհետեւ գիտեմ թե ինչքան մեծ ճանապարհ ես անցել, ինչ դպրոց, ինչ փորձառություն, հա, որովհետեւ կողար համույթը բնականաբար դա մի հրավառություն էր եւ բնականաբար այն բոլոր ճանապարհը, բուհերը, թատերականը, կոնսերվատորիան, սա իհարկե տալիս է այն փորձառությունը, որը հետագայում արդեն այդ հասունությունը ավելի ընդգծում է երգերի ու աշխատանքների մեջ, այնպես որ քեզ մաղթում ենք հաջողություն։ Շնորհակալ եմ։ Ինչ լավ է որ վերադարձար արդեն որպես երգչուհի։ Ուզում եմ քեզ նվիրել Էջևանի կարմիր 4 սարգոնգինին, որպեսզի բոլոր հաղթանակները թիմի հետ միասին կամ պարզապես ընտանիքում նշեք եւ իհարկե լավ տրամադրություն։ Շնորհակալ եմ անչափ։ Շնորհակալ ենք քեզ։ Հաջողություն ենք մաղթում։ Մերսի շատ։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։